Ես Տիգրանն եմ, Վարդազարյան, ծնվել եմ 1993 թվականին Աբովյան քաղաքում։ Սովորել եմ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում։ 2010 թվականին ընդունվել եմ համալսարան, 11 թվականին, երբ ավարտել եմ առաջի կուրսը, մեկնել եմ պարտադիր զինվորական ծառայության։ Զինվորական ծառայությունից հետո շարունակել եմ ուսումս, միևնույն ժամանակ ընկերներիս միջոցով իմացել եմ Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մասին, որտեղ որ տեղեր ունենում ցանկացող անձանց վերապատրաստում, ուսուցում, թեման ինձ հետաքրքրել է եւ ես իմ ակտիվ մասնակցությունն եմ սկսել Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի դասերին։ Վաշտի կազմում ընդգրկված էին մեծամասամբ մեծ ընկեր կամ հարազատ տղաներ, որոնց հետ այս կամ այն ուղին արդեն ունեինք անցած։ 2016 թվականին, երբ արդեն ավարտում էի 4-րդ կուրսը, սկսվեց ապրիլյան քարորյա պատերազմը։ Քարորյա պատերազմին մենք մեր վաշտի տղաների հետ միասին ունեցել ենք մեր համեստ մասնակցությունը։ Քարորյա պատերազմից հետո կարճ ժամանակ ծառայել եմ հատուկ նշանակության բրիգադում որպես ավագ հետախույզ։ Այնուհետև սկսել եմ աշխատել ըստ մասնագիտությամբ, սկզբից որպես պատմության ուսուցիչ, այնուհետև որպես ռազմագիտության ուսուցիչ։ 2018 թվականին ավարտել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, մագիստրատուրա հարակից երկրների պատմության ամբիոնում, գերազանց գնահատականներով։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ես արդեն Պայստազորի սպայի կոչում ունեի, հետախուզության լեյտենանտ էի, սեպտեմբերի 27-ին հանգստյան օրեր ես տանն էի, պատերազմի սկսելու մասին իմացա իմ կնոջից, որը որ երկյուղելով ինձ զարթնեցրեց եւ ասաց, որ արդեն պատերազմը սկսել է։ Դե մի անգամից ուսումնասիրեցի սոցցանցերը, բացեցի Facebook-ը, հրապարակումները կարդացի, որ սկսել է պատերազմը։ Ինչպես քարորյա պատերազմում, այս պատերազմում ես եւս պատրաստվում եմ իմ ընկերների հետ ունենալ մասնակցություն այս պատերազմին, 44-օրյա պատերազմին, սակայն այդ լուրը պետքա շատ նուրբ ձևով հասցնեի իմ տան անդամներին, որովհետեւ կինս հղի էր եւ ուր որ է պետք է ծնվեր իմ տղան։ Փառք Աստծո հնարավոր եղավ ամեն ինչը նուրբ ձև մատուցել կնոջս, որպեսզի հղիության ընթացքի վրա դա որևէ ազդեցություն չունենա։ Մենք մեր ընկերներով բոլորով մեր հրամանատարի ղեկավարությամբ հավաքվեցինք եւ պատրաստվում ենք ռազմաճակատ մեկնելուն։ Մեկ օր անց մենք համալրվեցինք անհրաժեշտ քանակի զինամթերքով, զենքով եւ մեկնեցինք ռազմաճակատ։ Քարորյա պատերազմից հետո, մինչև 44-օրյա պատերազմը, մենք մտածում ենք, որ մենք տեսել ենք ինչ-որ մի հատ լուրջ զինվորական բախում, սակայն 44-օրյա պատերազմից հետո այս ամեն ինչը վերլուծելով մենք հասկանում ենք, որ թշնամին երկու կարևոր խնդիր ուներ լուծելու։ Առաջի խնդիրը կատարեր հետախուզություն մարտով, այսինքն հարձակում կատարեր, ստուգեր մեր զորքերին, ինչի են պատրաստ, ինչ ժամանակում են կարողանում արձագանքեն, եւ երկրորդ կարևոր խնդիրը դա պլացդարմեր գրավելն էր, որը որ պետքա օգտագործվեր հաջորդ պատերազմի համար։ Հարց է առաջանում, արդյոք հնարավոր է թշնամին Թալիշի դիրքերը գրավելուց հետո առաջանար Թալիշ բնակավայրը գրավեր։ Այո, իհարկե հնարավոր էր, բայց թշնամին մեծ ուժերով առաջխաղացում չունեցավ։ Ունեցավ հատուկ նշանակության ջոկատայինների Յաշմայի առաջխաղացում, բայց որոնք գյուղում շեղում էին մեր ուշադրությունը, մինչև գյուղային զորքերը, այսինքն ադրբեջանական զորքերը կկարողանային գրաված մարտական հենակետերը մի քանի ժամվա ընթացքում թեքեին հակառակ ուղղության վրա, այսինքն պատրաստվեն արդեն մեր հակահարձակմանը։ Այսօր ես այդ աչքերով եմ նայում քարորյա պատերազմին։ 44-օրյա պատերազմի անձնակազմը, որը հավաքվեց, մեծամասամբ մեր ընկերական շրջապատներ, որոնց մի մասի հետ քարորյա պատերազմում ենք եղել, մի մասի հետ ծառայել ենք հատուկ նշանակության բրիգադում, մեզանից ոմանք 2014 թվականին մասնակցել էին Սիրիայում Քեսաբի ազատագրման մարտերին, որոշակի փորձ ունեցող մարդիկ էին, եւ ամենակարևոր բանը այն էր, որ մեզ կապում էր, դա ընկերությունն էր։ Մենք գիտենք մեր բոլորի թերի կողմերը, լիարժեք կողմերը, մեկս մյուսին լրացնում ենք, այդքանով մեր ստորաբաժանումը առանձնանում էր այլ ստորաբաժանումներից։ Մեզ խնդիր դրեցին, որպեսզի մենք պաշտպանության անցնենք երկու պաշտպանական շրջանների միջնահատվածում, չթողենք, որպեսզի թշնամին ճեղքում իրականացնի եւ մի պաշտպանական շրջանը կտրի մյուս պաշտպանական շրջանից։ Մենք ունենք 3 դասակ,
Քանի որ ես Պայստազորի սպայի առաջի դասակի հրամանատարությունը ստանձնեցի ես, մեր երկրորդ եւ երրորդ դասակի հրամանատարությունը ստանձնեցին էլի մեր ընկերները, երրորդ դասակի հրամանատարն էր մեր երջանկայի շատակ ընկեր Արցախի հերոս Հովհաննիսյան Մենուան։ Խնդիրը ստանձնելուց հետո բարեխղճորեն Վաշտը անցավ իր խնդրի կատարմանը։ Երբ արդեն հոկտեմբերի 2-ին խնդիր էր առաջացել գրավել կարևոր նշանակության բարձունք, որը որ հակառակորդ օրեր առաջ գրավել էր, մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնակցել հակագրոհին։ Մեր Վաշտից առանձնացվեց գրոհային խումբ, որը պետք է մասնակցեր այդ գործողությունին։ Ցավոք սրտի հոկտեմբերի 2-ին մեր Վաշտը այդպես էլ չմասնակցեց այդ գործողությանը, քանի որ պաշտպանական շրջաններից մեկը թշնամին արդեն գրավել էր, մոտիկանում էր մեր պաշտպանած կամուրջներին, ու մենք խնդիր ունենք րոպե առաջ հասնել մեր ընկերներին եւ կամուրջների պաշտպանությունը կազմակերպել։ Քանի որ թշնամին երբ գրավել այդ կամուրջները, մեր մյուս պաշտպանական շրջանը արդեն կհայտնվեր շրջափակման մեջ ու շատ դժվար կլիներ այդ պաշտպանական շրջանի մատակարարումը կազմակերպել։ Այնուամենայնիվ ամսի 2-ին եղավ գրոհ այդ կարևոր նշանակության բարձունքի վրա հնարավոր եղավ վերցնել, այդ բարձունքի վրա մի քանի գրոհներ ա եղել, որոնցից ամենաարյունալին եղել է հոկտեմբերի 5-ին, որին մասնակցել է մեր ստորաբաժանումը։ Իհարկե մեր ստորաբաժանման հետ եղել են այլ ստորաբաժանումներ, եղել է Ստեփանակերտի սպեցնազը, եղել է Բալուջայի հետախուզական գումարտակը, եղել են կամավորական այլ խմբեր, ինչպես նաև այդ պաշտպանական շրջանի զինծառայողներն են եղել։ Հիմնական մի քանի խնդիր պետք է կատարեինք։ Առաջի խնդիրը դա ապահովումն էր։ Մեր տղաների մի մասը պետք է դիրքավորվեր թշնամու առաջխաղացման հնարավոր ուղղությունների վրա, որպեսզի այն օգնական ուժերը, որոնք կշտապեին բարձունք իրանց ուժերին օգնելու, ոչնչացնեին։ Մի մասի խնդիրներ գրոհել անմիջապես Սարը։ Ի սկզբանե որոշված էր, որ ես պետքա լինեի ապահովող խմբի կազմում Հովհաննիսյան Մենուայի, Միրանի, Սարգսի եւ մնացած մեր տղաների հետ, սակայն վերջի պահում ինչ որ մի բան փոխվեց, երբ արդեն հասել էր այն հատվածը, որտեղից ապահովող խումբը գրոհային խմբից պետքա բաժանվեր, արդեն բառից բուն իմաստով խորացել էինք թշնամու գրաված տարածքի մեջ, օգտվելով եղանակային պայմաններից, խիտ մառախուղեր։ Հակառակորդի քթի տակ որոշեցինք մի հատ եղբայրաբար վերջի անգամ ծխախոտ ծխել, իրարից բաժանվել։ Մեր ընկերներից Մենուան շատ էր սիրում մեջբերումներ կատարել ռուսական հումորային հաղորդումներից։ Երկու մեջբերում ասեցինք, երկուսս էլ անձային խնդացինք, ծիծաղեցինք այդ պահին ու գնացինք մեր ուղղությամբ։ Ապահովող խմբի հրամանատարը Մենուան էր ու ես պետքա լինեի իր ենթակայության տակ, սակայն վերջի պահին ինքը իմ ուղղությունը փոխեց, ուղարկեց գրոհայինների հետ։ Քանի որ նախորդ օրը ինքը եւ մեր տղաներից Արմանն են եղել այդ տարածքում հետախուզության, ինձ թվաց, որ հենց պետքա այդպես էլ լիներ։ Առ այսօր ես ուզում եմ մտածած լինեմ, որ Մենուան հասկանալով ինձ ուղարկել է գրոհային խմբի հետ, չի թողել, որ իր հետ լինեմ, կարծելով, որ այնտեղ իմ օգնությունը ավելի անհրաժեշտ կլինի, քան ապահովող խմբի կազմում գտնվելիս։ Ինչ կատարվեց այդ օրը։ Թշնամին լավ ամրացել էր տվյալ բարձունքի վրա։ Գրոհի ժամանակ մենք ականատես եղանք տասնյակից ավելի թշնամու բեռնատար մեքենաների եւ եթե այդ բեռնատարները բազմապատկենք 20 թվով, այսինքն մինիմում հաշվենք, որ ամեն բեռնատարում 20 զինծառայող կարող տեղավորվի, այդտեղ հսկայական քանակությամբ զինվորներ կային։ Գրոհը պետք է սկսեր համազարկով։ Համազարկից առաջ մենք ականատես եղանք, ինչպես է թշնամու ստորաբաժանումը Վաշտի կազմով շարային կեցվածք ընդունած, շարքով, բառից բուն իմաստով շարքով շարժվում այդ հենակետից։ Ստեղ երկու կարծիք ունենք, ինչ էր կատարվում։ Իրանք չգիտեն, որ մենք այդքան առաջացել ենք իրանց դիրքին եւ կարծիքներից մեկը այն է, որ թշնամին ուղակի կամ կատարում էր այդ բարձունքի վրա հերթափող եւ երկրորդ կարծիքս, որ թշնամին պատրաստվում էր հարձակման գնալու։ Ես ավելի հակված եմ երկրորդ կարծիքին, հարձակման գնալուն, որովհետեւ ըստ երևույթի լավ պատրաստված զինծառայողներ էին, նույնիսկ ոմանք նրանցից տիրապետում են հայերեն, մարտի ընթացքում դա լսեցինք իրանց կողմից, հայերեն որոշակի արտահայտություններ, փորձում էին մոլորեցնել մեզ, լավ պատրաստված զինծառայողներ էին։ Այդ մարտում թշնամու զորքից շատերը կոտորվեցին, անկախ իրենց պատրաստվածությունից։
Խնդիրը հետևյալն էր՝ վերցնել բարձունքը, շարունակել հարձակումը դեպի հարևան պաշտպանական շրջան եւ օրեր առաջ վերցած պաշտպանական շրջանը պետք է ազատագրենք։ Գրոյի ընթացքում, երբ ողջավորությունը լցրել էր մեզ բոլորիս, ուռա գոռալով առաջ էինք գնում, բառից բուն իմաստով շղթակազմած գրոյում էինք թշնամու դիրքը, մի պահ մենք նկատեցինք, որ գրոյանների կազմում մեր Մեծն Տիգրանի անձնակազմից ընդգրկված 6 հոգից մնացել ենք միայնակ եւ այն հարևան ստորաբաժանումները, որոնք որ մեր հետ պետքա լինեին, մեր հետ չեն։ Հետո արդեն պարզվեց, որ այդ ստորաբաժանումների նահանջ հրահանգներ էր տրվել, սակայն մենք ուղղակի այդ բան մնացել ենք անտեղյակության մեջ։ Այդ որոշիչ բանի վրա հասավ ականանետի հարվածները, որը կարկուտի նման մեկը մյուսի հետևից տեղում էին մեր վրա։ 6 հոգանոց խմբով մենք զիգզագաձև վազում ենք այդ անտառի մեջ, փորձում ենք ամեն պայթյունի ժամանակ պարկենք, որ գոնե խոցում չունենայինք։ Այդ ականանետերից մենք ունեցանք թեթև վիրավորում, վիրավորվեց մեր տղաներից մեկը, բարեբախտաբար վիրավորումը ուժեղ չէր, ինքը կարողացավ շարունակել մանևրը։ Երբ հետագայում մենք արդեն կատարեցինք խնդիրը, իմացանք, որ դա մեր ականանետն էր աշխատում, ինչ էր կատարվել։ Երբ հնչել էր նահանջ հրամանը, մենք որոշ ժամանակ մնացել ենք միայնակ, անձնակազմը իջել էր, ովքեր որ վերևն էին, ներքևում հաղորդել են, որ ոչ մեկ էլ վերևում կենթանի չէր մնացել։ Հենց մեր ականանետը սկսել էր աշխատել այդ տեղամասում, փորձելով մնացածին շանս ընձեռել, հնարավորություն ընձեռել կենթանի կատարել իրանց գործողությունը դուրս գալ այդ հատվածից, որովհետև արդեն ուժերի անհավասարությունը իրանց գասնել տալիս էր եւ մեծ էր հավանականությունը, որ կմնար շրջափակման մեջ այդտեղ եղած անձնակազմը։ Բարեբախտաբար մենք կարողանում ենք նույնպես դուրս գալ արդեն այդ իրավիճակից եւ առաջի անգամ լսեցի այն արտահայտությունը, որ հələ կռվի ժամանակ ես բազմիցս կլսեի մեջբերում եմ, մենք գիտենք դուք բոլորդ մեռացեք, բարեբախտաբար, թե դժբախտաբար տենց չպատահեց։ Սա պատերազմի իմ ամենավառ հիշողություններից մեկն է, որովհետև իջնելուց հետո ես տեղեկացա իմ մարտական ընկերներից 4-ի զոհվելու մասին, որոնք գտնվում էին ապահովող դիրքում։ Նրանց մեջ էր Մենուան, Միրանը, Արտակը, Սարգիսը, որոնք պատվով կատարեցին իրենց խնդիրը եւ ընկան քաջի մահով։ Այս պատմությունը ունի ուսուցողական նշանակություն։ Այս պատմությունից մենք տեսնում ենք, որ անկախ ռազմական տարբեր դոկտրինաների հնարավոր է հանկարծակիության գործոն օգտագործելով քիչ թվակազմով գրող կազմակերպել թշնամու վրա, պատճառել մեծ կորուստներ, նախաձեռնողականությունը վերցնել իր ձեռը։ Այսինքն մենք ավիրում ենք այն միֆը, որ այս պատերազմում թվային գերակշռությունը էական նշանակություն ունեցել է։ Այո, թվականակը միշտ նշանակություն ունի, այո, տեխնիկայի գերակայությունը նշանակություն ունի, բայց երբեմն հնարավոր է օգտագործել եղանակային պայմանները, տեղանքի ռելիեֆը, բուսածածկույթը եւ կարողանալ քիչ խմբերով մեծ խնդիրներ կատարել։ Երկրորդ կարևոր բանը, որի մասին կուզենամ խոսեմ, իսկ իրականում ես մասնակցել եմ բացի հակահարձակողական այդ գործողությունից հետախուզական գործողությունների, մասնակցել եմ դարանակալման գործողության, դրանց բոլորի մասին իհարկե չեմ զրուցի, բայց որոշների մասին կպատմեմ։ Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ պաշտպանական շրջաններից մեկը ամբողջությամբ գրաված էր եւ այնտեղի անձնակազմը կատարում էր նահանջ, Գիտեք, այսօր մենք դա անվանում ենք նահանջ, բայց նահանջը իրականում Իրանից ներկայացնում է մանևր, այնպես ինչպես որ թևանցումն է կամ ուրիշ մանևր, բայց նահանջը լինում է կազմակերպված, ինչպես որ ցանկացած գործողություն։ Ցավոք սրտի ես այդ գործողության մեջ ոչ մի կազմակերպված բան չեմ տեսնում, ինչքան էլ այսօր դա ներկայացվի որպես նահանջ։ Դա իմ կյանքի ամենաերկար գիշերն էր, այդ օրը ես տեսա ինչպես հուսահատ զինվորներ, ավելի շուտ կամավորականներն էին ավելի շատ հուսահատ, 18-20 տարեկան զինվորների մոտ այդ հուսահատությունը ես գրեթե չէի նկատում։ 18-20 տարեկան զինվորները լի էին վրեժով, լի էին պայքարը շարունակելու ցանկությամբ։ Համեմատություն կարամ բերեմ, որ ստորաբաժանումներից երբեմն խնդիր էր առաջանում վերցնենք այն զինամթերքը զենքը, որոնք ունեն իրանք եւ չունենք մենք։ Նմանատիպ զենքերից են դիպուկար հրացանները, նռնական նետերը կամ պայեստատուփերը ինքնաձիգերի։ Վերցնելուց երբ դիմում էինք զինվորներին, որոնք որ ժամկետային զինծառայողներ են, մեծամասամբ մեզ մերժում էին այն պատճառաբանությամբ, որ մենք էսա հետ ենք գալու մեր դիրքերը, եթե մենք ձեզ տանք մեր զինամթերքը, մենք չենք կարողանալու հետ գալ։
Իսկ կամավորականները նույնիսկ դեպք պատահեց, որ մեր երջանկայի շատակ Տիգրանը 1 տուփ լուցկիով փոխարինեց դիպուկահար հրացան։ Վերցրեց դիպուկահար հրացան ու մինչև իր զոհվելը Տիգրանը անբաժան մնաց այդ դիպուկահար հրացանից, կարծես իր մարմնի շարունակությունն էր դարձել այդ զենքը եւ հմտորեն նա օգտագործում էր դիպուկահար հրացանը։ Երկու տիպն ենք տեսնում, առաջի տիպը, որ ինքը իրեն ներշնչել էր, պատերազմը ավարտված է, հողերը ծախված են, ինքը պետք է ամեն ինչ թողի, հետ գնա, եւ մյուս տիպը, որը վճռական էր պայքարով, պետք է շարունակեր պայքարը։ Իդեպ մեզ նույնպես այդ օրը նահանջի հրաման էին տվել, սակայն այդ նահանջի հրամանը որպես վերադաս ես ուղղակի փոխանցեցի, այնուամենայնիվ ես չէի պատրաստում ինքս նահանջ կատարել, բայց բարոյական հիմքել չվերցեցի իմ անձնակազմին, իմ դասակի տղաներին ասել, որ դուք պետքա մնաք։ Առանց իմ ասելու իմ դասակի տղաները ամեն մեկը մի պատճառաբանություն ճարեցին, թե իրանք ինչու պետքա մնային, ու իմ մոտ տպավորվել է մեր տղաներից Անդրանիկի արարքը, որ այլ պատճառաբանություն չմնաց, ուղղակի աչքերը լցրած, մի հատ ինձ հայհոյեց, ասեց, ես մնում եմ այստեղ մինչև վերջ, ու որպես իր ասածների ապացույց զենքը լիցքավորեց ու կանգնեց կողքս։ Այդ օրը մենք սպասում էինք մեր տղաներին, որոնք մեզանից մի քիչ ուրիշ ուղղության վրա էին, մենուա գլխավորությամբ, իրանց խնդիրն էր մոլորված զինծառայողներին, ովքեր որ նահանջի ժամանակ մոլորվել էին, դուրս բերեն, որովհետև մեծամասամբ այդ զինվորները կհայտնվում էին թշնամու ճանկերում, եթե չկարողանային ժամանակին դուրս գային նշված հատվածից։ Փառք Աստծո, մենուային Միրանին եւ մեր մնացած մյուս տղաներին հաջողվում է մոլորված զինծառայողների միստվար զանգված դուրս բերել, վիրավոր զինծառայողներից մեկին մեր հրամանատարը մեր վաշտի մեքենայով հասցնում է հոսպիտալ եւ ետ է գալիս։ Այդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եկավ տվյալ տեղամաս, որպեսզի կարողանա կանգնեցնի նահանջը։ Տվյալ պահին նենց էր ստացվել, որ ռազմաճակատի այդ լայն հատվածում ընդամենը մեր վաշտն էր, չնայած որ այն չէր կարող ամբողջ ռազմաճակատը փակել, բայց կարող էր գոնը արձագանքել թշնամու առաջխաղացմանը եւ արձագանքել, հետ մղել, պաշտպանություն կազմակերպել այն տեղամասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կարող լիներ։ Հիշարժան օրերից մեկն էր մեր դարանակալման գործընթացը, երբ պետք է դարանակալում իրականացնենք հակառակորդի հավանական առաջխաղացման ուղղության վրա։ Ամբողջ գիշեր մեր տղաների հետ անցկացել ենք դարանակալման մեջ։ Ցավոք սրտի այդ օրը չհաջողվեց թշնամուն ծուղակի մեջ գցել։ Լուսադեմին, երբ արդեն մեր խնդիրը ավարտված էր, մոտիկացել էինք մեր մարտական հենակետին, մի քիչ տաքանալու փայտի վառանի վրա պատրաստված թուր ճմպելու համար, որը այդ ժամանակ գերագույն հաճույք էր, մի փոքր մեզ ուրախություն էր տալիս, թույլ էր տալի կտրվենք այդ առօրյայից։ Թշնամին իր ձևին հատուկ կերպով սկսեց հարամ անել մեր այսպես խրախճան կոչվածը, որը սահմանափակում էր սուր ճմպելով, սկսեց հրետանային հարձակումը մեր դիրքի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվում ենք, այդ հրետանային հարձակման ընթացքում բնականաբար մենք անցանք նախատեսված գործողություններին, նաև պատասխան հրետանային կրակ բացեցինք իրենց ուղղությամբ եւ ինձ լցրեց այդ պահին մի հատ մեծ ուրախություն, երբ այդ հրետանային հարվածների տակ ես նկատեցի մեր ընկերոջը, որը 7 օր առաջ մարտական գործողությունների ժամանակ անհետ կորել էր։ Պայթյունի ժամանակ մեր ընկերոջը պայթյունի հարվածային ալիքը նետել էր անդունդի մեջ ու իրան մենք փնտրելուց չենք կարողացել ճարենք։ Ի ուրախություն բոլորիս մեր ընկերը ողջ էր մնացել եւ 7 օր թափառել էր այդ միջանկյալ տարածություններում մեր եւ թշնամու դիրքերի արանքի միջանկյալ տարածության մասին է խոսքը։ Ման էր եկել եւ վերջի վերջո կարողացել էր դուրս գալ այն հենակետի վրա։ Ճիշտ է, այդ երեկո դարանակալում իր հաջողությունը չունեցավ, բայց առավոտյան, երբ նկատեցինք մեր ընկերոջը, որը 7 օր չկար, միանգամից էմոցիաները մեզ լցրեցին եւ այդ ամբողջ երեկոյի, ամբողջ գիշերվա հոգնածությունը, մրսածությունը միանգամից զրո դարձավ, որտեղ մենք գտել ենք մեր ընկերոջը, որին էլ հույս չունենք, որ կտեսնենք։ Դա երևի այն ամենալավ բաներից մեկն էր, որը կարող պատահեր այդ պատերազմի ժամանակ։ Հատկանշական է, որ դարանակալման գնալուց առաջ մեր հրամանատարը մեզ հրահանգ էր տվել, ասել տղաներ, եթե հանկարծ տեսնեք, որ մի հոգի է առաջխաղացում կատարում, հանկարծ չկրակեք իր ուղղությամբ, որովհետև մարդես կարող է մեր ընկերը լինի, սաղ մնացած, այսինքն այդ հույսը հլը կար մեր մեջ ու Աստված լսել էր այդ խոսքերը, մեր եղբայրը, մեր ընկերը ողջ էր մնացել, կարողացել էր 7 օր տառապելուց հետո դուրս գալ յուրային զորքի վրա։
44 օրյա պատերազմը այսօր նայելուց ես վստահ եմ առավել քան որ նույնիսկ այս ծանր տարածքային կորուստներ ունենալուց հետո Շուշիի կորուստից հետո հնարավոր է պատերազմական գործողությունները շարունակել, քանի որ նոյեմբեր ամսին արդեն մառախուղներ անպամացեր, թշնամին զրկվել էր իր հիմնական միջոցից, օդում գերակայությունից ու հնարավոր կլիներ արդեն որոշակի խնդիրներ կատարել։ Թշնամին հասել էր արդեն այն տեղամասերին, որոնք որ արդեն համեմատաբար հարավային շրջանների լեռնային էր, հնարավոր էր այստեղ պաշտպանություն կազմակերպել։ Ես միշտ վստահ եմ եղել, որ թշնամին պատրաստ չի եղել ձմեռային պատերազմին, ինչի մասին թշնամու գերագույն հրամանատարը նույնպես նշել է, որ իրանք պատրաստ չէին ձմեռային պատերազմի եւ իրանք առանց մեկ կրակոց կատարելու կարողացան վերցնեն Խարվաճառը եւ մնացած այլ շրջանները։ Պատերազմի միֆերից մեկը այն է, որ թշնամին ուներ ԱԹՍ-ներ եւ դա իր հաղթանակի կարևոր գրավականն էր։ Իհարկե ԱԹՍ-ները որոշիչ նշանակություն ունեն ժամանակակից պատերազմում, բայց չեն կարող վերջնակետ դնող հանգամանք լինեն։ Այսօրվա ժամանակակից պատերազմում մենք տեսնում ենք, որ նույնիսկ գերհերձոր երկրները իրանց օդի ամբողջությամբ չեն կարողանում փակեն, ինչպես օրինակ Ռուսաստանի Դաշնությունը կամ Արևմուտքի ամբողջական լիակատար աջակցություն ունեցող Ուկրաինան չի կարողանում իր օդի ամբողջական փակել, այսինքն նորմալ է, որ 100%-անոց երկինքը փակ չլինի։ Այստեղ մենք պետքա որոշակի վարքագծի կանոններ կարողանանք դրսևորենք։ Նայեք, այսօր պատերազմից անցել է 5.5 տարի, բացի ԱԹՍ-ներից այսօր սկսում են օգտագործել նաև դրոն կոչվածը, որը որ ֆինանսապես ավելի էժան արժե, այսպիսի դրոնները կարելի է օգտագործել անհատ զինվորի վրա։ Դրանց արժեքը $1000-ից սկսած կա։ Իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ գերազանցապես օգտագործվել են իսրայելական, թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, որոնց արժեքը մի քանի անգամ գերազանցում էին նշված արժեքը եւ թշնամուն զուտ տնտեսապես ձեռնտու չէր նմանատիպ միջոցները կիրառել մեկ զինծառայողի կամ փոքր խումբ զինծառայողների ոչնչացման համար։ Եթե լիներ վարքի տարական կանոնների պահպանում, օրինակ հեռավորության պահումը զինծառայողից զինծառայող, սրանով հնարավոր կլիներ փրկել բազմաթիվ կյանքեր, այսինքն թշնամու ուղղակի տնտեսապես ձեռնտու չէր լինի անհատ զինծառայողի վրա, ամեն զինծառայողի վրա մի ԱԹՍ օգտագործելը։ Մյուս միֆը, ինչին կուզենամ ես անդրադառնամ, դա այն միֆն էր, որ մեջբերում եմ, գնացինք, հասանք այնտեղ, մեզ անծանոթ տեղամաս տարան, հրամանատար չնշանակեցին մեր վրա, մենք էլ չիմացանք ինչ անենք, թողեցինք հետ եկանք, բահո չենք կոտորվելու։ Ուրեմն ցավոք սրտի մեր բանակի ռեսուրսը այնքան մեծ չի, որպեսզի կարողանա ամեն աշխարհազորային ստորաբաժանման վրա մի կադրային սպան նշանակի։ Աշխարհազորային ստորաբաժանումները համալրվում են աշխարհազորից զորակոչված սպաներով։ Այս սպաները պետք է իրենց խնդիրը ճիշտ կատարեն, այսինքն ժամանակին կարողանային անձնային պաշտպանության, իրանց զորքին տեղավորեն, հաշվի առնեն տեղանքի առանձնահատկությունները ու պատրաստ լինեն թշնամուն դիմավորելու նպատակահարմար եղած ժամանակ կազմակերպել նաև հակահարձակողական որոշ գործողություններ։ Ցավոք սրտի շատ քիչ տեղամասերում ենք մենք սրան ականատես եղել։ Այսօր երբ ինձ նման բան են ասում, ինձ ավելի շուտ թվում է, որ մարդը արդարանում է, փորձում է մեջբերել ինչ-որ մի հատ պատճառ, որ ինքը խիա թողել հետ եկել Արցախից ու չի մասնակցել մարտական գործողություններին։ Ես խիստ կասկածում եմ, որ ստորաբաժանման մեջ չէր կարա լիներ սպա կամ սերժանտի գիտելիքներով մարդ, կամ պարզապես ինչ-որ մի տղամարդ, որը կկարողանար ղեկավարել այդ ստորաբաժանումը դժվար բան։ Մարտի բաղկացուցիչ մասերն են հարձակումը, պաշտպանությունը, հակահարձակումը, սրանք կարևոր տարրեր են, որ մեկը մյուսին փոխարինելով պետքա կազմակերպեն։ Պաշտպանություն դա չի նշանակում, որ մենք պարտվողական ենք տրամադրված, ուզում ենք, չգիտեմ, մենակ պաշտպանվելով հարցը լուծենք։ Իհարկե, մենակ պաշտպանությունով հնարավոր չի հաղթել պատերազմի, սակայն պաշտպանությունը իր նշանակությունը ունի, հարձակումը իր նշանակությունը։ Պաշտպանության նպատակն է մաշեցնել հակառակորդի ուժերը, դրական նախադրյալներ ստեղծել հակահարձակում կազմակերպելու համար։ Մեր պայմաններում որոշակիորեն տրամաբանական է սկզբից պաշտպանվել, հետո կազմակերպել հարձակում, որովհետև թշնամին ունի թվական եւ տեխնիկական գերազանցություն մեր նկատմամբ։ Տրամաբանական է, որ պետք է իրանց կենթանի ուժը մաշեցնել, իրանց զինտեխնիկաները մաշեցնել, այնուհետև անցնել հակահարձակողական գործողությունների։ Այսօր նաև մենք շատ լսում ենք, որ բանակը չի պարտվել կամ, չգիտեմ, բանակի պարտության պատճառը
ղեկավարությունը, ռազմաքաղաքական կամ քաղաքական ղեկավարությունը, ես ամեն ինչին նայում եմ այս կերպ։ Բանակը պարտվել է, որտեղ բանակի իր առջև դրված խնդիրը չի կատարել։ Ինչքան մենք պարզ նայենք այդ եղելությանը, պարտությանը, մենք այդքան ավելի լավ կկարողանանք պատրաստվենք հաջորդ պատերազմին, որը անկասկած լինելու է։ Իհարկե չկա մի մարդ, որը որ կուզենա պատերազմ լինի, ինքը նորից պատերազմի մասնակցի կամ կրի պատերազմի զրկանքները, բայց այստեղ մենք պետքա անդրադառնանք մեր պատմությանը, իսկ պատմությունը կրկնվելու հակում ունի։ 1900-ականներին, երբ Թուրքիայում տեղի ունեցավ հեղափոխություն եւ իշխանության եկան երեք թուրքերը, սուլթանին գահանկեց արեցին, առաջ բերեցին գաղափարներ, արդարություն, հավասարություն, եղբայրություն, որոնք որ իդեալական էին։ Սակայն որոշ ժամանակ անց մենք այդ նույն թուրքերին տեսանք, որ կոտորում են հայերին, իրականացնում են հայերի ջարդերը։ Այսինքն մենք ոչ մի երաշխիք չունենք, որ թշնամու հետ խաղաղության գնալուց հետո հաջորդ պատերազմը չի լինելու։ Մեր տարածաշրջանը այնպիսին է, մեր հարևանները այնպիսին են, որ հաստատ լինելու է երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հաջորդ պատերազմները։ Մեր խնդիրն է, որպես քաղաքացիներ, որպես հայեր, պատրաստվել հաջորդ սերնդի պատերազմներին։ Անկախ նրանից հաջորդ սերնդի պատերազմը կլինի տեխնիկայի պատերազմ, կլինի ինչ տիպի պատերազմ, ինչ նոր զինատեսակներ կօգտագործեն, մենք պարզ պետքա գիտակցենք, որ մեզանից նույնիսկ կարան անցնեն տասնամյակներ, կարան ի հայտ գային նորագույն տեխնոլոգիաներ, սակայն մարտի դաշտում վերջնական խոսքը կատարում է զինուժը, այսինքն կատարում է զինվորը, վերջի խոսքը զինվորինն է։ Շատ կարևոր է, որ զինվորականները չմտնեն քաղաքական ցանկացած խաղի մեջ, այսինքն չնայեն երկրի ղեկավարումը ում ձեռքերում է, այլ կատարեն իրանց առջև դրված հստակ խնդիրը՝ պաշտպանել մեր սրբությունը, մեր հայրենիքը։ Սա շատ կարևոր է։ Գնալու ենք մենք Արցախ, այո, ես դրանում համոզված եմ։ Կարող է անցնի տարիներ, ես չլինեմ այն նույն երիտասարդը, չունենամ այն նույն տոկունությունը, որ մասնակցեմ այս պատերազմին, հաջորդ պատերազմին, սակայն ես 44-օրյա պատերազմին ականատես եղա ֆիդային պատիներին, որոնք որ 90-ական թվականներին մարտնչել էին, ու 44-օրյա պատերազմին չնայած իրենց պատկառելի տարիքին արդեն եկել էին ու շարունակում են կռվելը ու լավ էլ կռվում են մեր ֆիդային պատիները։ Ես վստահ եմ, որ անկախ ժամանակից գալու է այդ օրը, որ մենք ոչ միայն գնալու ենք Արցախ, գնալու ենք Նախիջևան, գնալու ենք Կարս, գնալու ենք մեր պատմական հողերը ազատագրելու։ Սակայն այդ ամեն ինչին հասնելու համար կա որոշակի նախադրյալներ, կա ուղի, որը որ մենք դեռ պետք է անցնենք, պատրաստ լինենք դրան։ Այս բանին մենք պատրաստ չենք այդ գործողությունները կազմակերպելու։